Բարի երեկո սիրելի հյուրեր, բարի երեկո սիրելի հեռուստահանդիսատես, Կենտրոն հեռուստաընկերության եթերում դիպված բաց տեքստով հաղորդումն է։ Ուզում եմ բոլորին մաղթել բարի երեկո, առավոտ լույսով արեգակ Նարդարի սպասումով։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ դուք այսօր գտնվում եք դիպվածի տաղավարում, իսկ թե ովքեր են դիպվածի տաղավարում, ես այդ մասին կտեղեկացնեմ մեր հեռուստադիտողներին մեր հաղորդման ընթացքում։ Ես ձեզ ջերմորեն ողջունում եմ։ Եվ այսպես եթերում դիպված բաց տեքստով հաղորդումն է։ Այսօրվա հաղորդման ասույթն է։ Այսքան վշտերն ինչպես տանեմ փոքրիկ մեջքիս շալակած, մեկը չկա բեռն իմ կիսի, հույսի լեզվով ինձ ուղված, բայց ոչ, ինչ կյանք առանց ցավի, թող ցավ իջնի կրծքիս հար, միայն երբեք շիրիմ չիջնեմ, երազներով անկատար, Դավիթ Հովսեփյան։ Իսկ հիմա ծանոթանանք մեր հաղորդման հերոսի դիպվածին։ Մանկության տարիներին նա խոհե մի մանչուկ էր, միշտ կոկիկ հագնված։ Սիրում էր բակային խաղերը, բայց նախընտրում էր մնալ տանը, առանձնանալ ու իր գործերով զբաղվել։ Բնավորությամբ ըմբոստ էր, բայց երբեք կռիվների մեջ չէր ընկնում։ Զուսպ ու համեստ էր, սակայն առիթը բաց չէր թողնում կատակելու և զվարճալի իրավիճակներ ստեղծելու։ Մեծ վարպետությամբ դասատուների տնազն էր անում ու նրանց բարի հումորային մականուններ կպցնում, որի պատճառով անգամ ծնող էին կանչում։ Մի անգամ կազմակերպվում է փախուստ դասերից, ծիծեռնակաբերդ գնալու նպատակով, ու այդ ձեռնարկումից ոգևորված փախուստի պահին նա մոռանում է վերցնել պայուսակը։ Երբ ետ է գալիս այն վերցնելու, նրա ճանապարհը կտրում է ուսուցչուհին և արգելում դուրս գալ դպրոցից։ Միջոցառումը ձախողվում է։ Դասընկերները թարսվում են նրա հետ և անգամ դավաճան մականունը կպցնում։ Ինչ իմանային, որ այդ դավաճանը դեռ շատ անգամներ պիտի փախչեր դասերից։ Եկել էին դժվարին և միաժամանակ երանելի ժամանակներ։ Մի օր տանդուրը թակեցին, մի ոստիկան էր, ասաց, որ հաջորդ օրն առավոտյան նա ու հայրը անպայման ներկայանան քաղմաս։ Առավոտյան նրանք գնացին և վերադարձան մի քանի ժամից։ Ու երբ նա հագուստներն էր փոխում, մեջքի վրա հարվածների հետքեր նկատվեցին։ Թողել է մեր հաղորդման հերոսը և ինչ տեղի ունեցավ այս միջադեպից հետո, այս կապակցությամբ ես տաղավար եմ հրավիրում տիկին Ստելային։ Ստելա, բարև ձեզ, ես ողջունում եմ դիպվածի տաղավարում և ես ուզում եմ, որ դուք ձեր ուժերը հավաքեք, որովհետև դժվարին խոսակցություն ենք ունենալու և անդրադառնալու ենք այլ հարցերին ևս։ Ինչու նրան հրավիրեցին քաղմաս, ինչպես գրված էր տեքստում և հետո ինչ տեղի ունեցավ։ Սեպտեմբերի 2-ին 1988 թվականին Դավիթս ելույթ է ունենում Թատերական հրապարակում, ամսի 4-ի օրը ուշ երեկոյան մեր տուն այցելեց մի միլիցիա, որը աշխատում էր Շահումյանի միլբաժնում։ Դավիթին ասելով, որ անպայման վաղը մենք գալու ենք քեզ տանենք, քաղմաս ենք տանելու, ինչ որ հարց կա բարձելու համար։ Իհարկե ծնողներս հարցրեցինք, ինչ է պատահել, ինչ, բա ոչ մի բան էլ չկա, հենց այնպես ուզում ենք իրեն տանենք մի հարցի համար։
Ինքը որ գնաց Դավիթին հարցրեցի. Դավիթ ջան, ինչ է պատահել, կարող է մի որևէ արտարոց բան է եղել, ես մայրս չգիտեմ, թեպետ երբեք ես չեմ սպասել, որ իմ որդու կողմից որևէ մի արտարոց բան լինի, որ ինչ որ հասնի միլիցիանին։ Համենայն դեպս մյուս օրը եկան եւ Դավիթին տարան իր հայրիկի հետ միասին։ Դավիթը հարցնում էր, որ իմ մեղքը ինչու՞մն է, որ ինձ այստեղ եք հրավիրել։ Դատավորը պատասխանում է, որ ապօրինի է եղել այդ օրվա միտինգը, դու մասնակցել ես։ Ուրեմն վերադառնում է տուն, մեջքը բացում է, նախ ընտրամադիր, աչքերը լացակումածի նման է լինում, մամա ինձի խփել են, բացում ենք մեջքը, նայում ենք, տեսնում կարմրած հետքեր կան այդտեղ, որոշում եմ, որ գնամ դիմեմ, որպեսզի պարզեմ, թե ինչի համար, բայց խորհրդակցություն ուզում եմ որևէ մեկի մոտ, գնում եմ լուսահոգի Հայրիկ Մուրադյանի մոտը, որը հայրիկը Դավիթին շատ էր սիրում, եւ ինձ խորհուրդ է տալիս, որ տիկին Ստելլա հերու մնա այդպիսի բաներից, մեկա դու ոչինչ չես կարողանալու, որ պարզես կամ ինչ անես։ Քո երեխային հենց անմիջապես ճանապարհի մի կողմին կխփեն, դու դրա չես էլ իմանալ, թե ով ինչ, համբերի ամեն ինչը։ Ու այդպես էլ լռել եմ, ուղիղ 2 ամիս հետո երեխայի ոտքերը ուռեց, տարանք հիվանդանոց։ Ինչ դիագնոզ։ Ոչկանների մասին էր խոսքը։ Երիկամներն էին։ Երիկամները, այո, ներողություն։ Հիվանդացել։ Այո։ 7 ամիս հիվանդանոցը պարկած էր, վերջի 2 ամիսը արդեն գնում էինք տուն, գալիս էինք դիալեզի հիվանդեր ինքը, տանում էինք բերում։ Այդ ծեծը կարող էր երիկամների վնասել, այնպես որ Դե իհարկե որ վնասվելա, որ խփած տեղերը երիկամները վնասվելա, դրա համար էլ իմ երեխան այդպես ընկավ հիվանդանոց։ Շատ ցավում ենք, տիկին Ստելլա, այնինչ որ տեղի ունեցել, այնուամենայնիվ ինչպիսին է լինել ձեր որդին, դուք որդեկորուս մայր եք եւ 18 տարեկան հասակում կորցնել որդուն, համաձայնեք դա մեծ ցավ է ամբողջ կյանքի համար, մոր համար հատկապես, իսկ թե ինչ որդի է կորցրել տիկին Ստելլան, այդ մասին խոսք գնա մեր հաղորդման ընթացքում։ Նախ ես ուզում եմ ասել հետևյալը. երբ ինձ զանգահարեցին եւ առաջարկեցին հաղորդում Դավիթի մասին, ասացին, որ Դավիթ Հովսեփյանը վաղամերիկ բանաստեղծ է։ Ճիշտն ասած, ես մի փոքր ինձ վատ զգացի, որ Դավիթ Հովսեփյան անուն ազգանով վաղամերիկ բանաստեղծ չեմ ճանաչում։ Ահա, լույս է տեսել Դավիթ Հովսեփյանի բանաստեղծությունների ժողովածում խորագրված «Եթե արցունքը խոսել գիտենար», լույս է տեսել մի գիրք 18 գարուն խորագրով Դավիթ Հովսեփյան, այս գրքում ընդգրկված են թե բանաստեղծությունները, թե նրա ելույթները, թե նամակները եւ թե կարծիքները նրա մասին։ Տիկին Ստելլա, ես վերջում կարդացի մի հուզիչ նամակ 1997 թվականին Հռոմից դեկտեմբերի 29-ին այսպիսի նամակ է գրում իտալացին, որը հովանավորել է այս գրքի հրատարակումը, տիկին Ստելլա Առաքելյանին։ Թանկագին բարեկամ, ես եւ կինս զգացված ենք ձեր վկայությունից, որը մեկ անգամ եւս հիշեցնում է հայ ժողովրդի տառապանքի եւ քաջության մասին։ Մի ժողովրդի, որի հետ կապված ենք սիրո եւ համերաշխության բազմաթիվ թելերով։ Իմ առաջին շփումը Հայաստանի հետ երկրաշարժի ողբերգությունից անմիջապես հետո օգնեց ճանաչելու եւ սիրելու ձեր ժողովրդին, գնահատելու ձեր բանաստեղծներին։ Մեզ միավորում է խոր եւ անջնջելի ցավը, սակայն հուսով եմ, որ քրիստոնեական ընդհանուր հույսը սփոփանք կլինի մեր վշտին։ Սիրով Մարիո Կոսու։ Տիկին Ստելլա, ինչ ընդհանուր վիշտ էր ձեզ միավորում, ինչ վշտի մասն էր խոսում։ Վիշտը նաեւ որ իր որդին 20-ամյա պատանիների ավտոթարիայի ենթարկվել եւ այդպես բանաստեղծ եւ նկարիչ այս իտալացին, որ եղել է Հայաստանում, օգնել է մեր ժողովրդին երկրաշարժի ծանր տարիներին, քանի որ ինքն էլ է կորցրել իր բանաստեղծ արվեստագետ որդուն, այդ իսկ պատճառով ընդհանուր ցավ է տեսել, զգացել եւ հովանավորել է Դավիթ Հովսեփյանի 18 գարուն գրքի հրատարակումը։
Տիկին Ստելա, ես ուղղակի շատ ցավ զգացի ծանոթանալով ձեր որդու պատմությանը, արդեն անցել է շուրջ 25 տարի, եւ Տիկին Ստելան չի դադարում դռներ թակելուց, մարդկանց պատմելուց, ահա այս ձևով Տիկին Ստելան փորձում է ամոքել իր վիշտը եւ ինչու ոչ, եւ հավերժացնել իր արժանի զավակի հիշատակը։ Կարդացել եմ բոլոր բանաստեղծությունները։ Ես հիմա ուզում եմ անդրադառնալ մեկ բանաստեղծության, որը վերնագրված է Մայրիկիս միակ պաշտպանիս։ Գրել է 15 տարեկան հասակում։ Տեսեք, դեռ 15 տարեկանում նա մայրիկի մեջ տեսել է իր միակ պաշտպանին։ Հավերժության ճամփորդ դառնալուց հետո շուրջ 25 տարի թույլ տվեք ասել երևի միակ պաշտպանն էլ մնացել է մայրիկը։ Եվ ահա թե ինչ է նա գրում. Հայաստանս բյուր լեռ ունի, բայց Մասիսը ուրիշ է։ Ամեն ծաղիկ իր բույրն ունի, բայց վարդինը ուրիշ է։ Չկա մի մարդ առանց սիրո, գոնե մեկին կսիրի, սեր իմ, որքան էլ ինձ սիրես, մորս սերը ուրիշ է։ Իսկ հիմա բարեկամներ, ես տաղավար եմ ուզում հրավիրել Դավիթ Հովսեփյանի հարևաններին, ընկերներին, գործընկերներին եւ նրանք կպատմեն Դավիթի կյանքի եւ գործունեության կարևորագույն դրվագների մասին։ Ես նրանց սիրով հրավիրում եմ տաղավար։ Բարեկամներ, ասելիքներն այնքան շատ են, որ ես մտածում եմ ինչպես կարգավորեմ այս խնդիրը, որից սկսեմ, որով վերջացնեմ, ես փորձեցի փոքր-ինչ հետևել ժամանակագրությանը։ Դավիթ Հովսեփյանը իր բնակարանի սենյակներից մեկը դարձրել է Հովհաննես Շիրազի ցուցասրահ։ Այդ մասին ով կարող է խոսել, ներկայացեք, խնդրում եմ։ Գայանե Մկրտչյան, Շիրազի մահվանից հետո Դավիթը ահավոր ցավ էր ապրում, որ շիրմաքար չկար։ Շինարարներին մանրամասների մեջ չմտնելով ասեմ, որ դիմում է շինարարներին, բերել է տալիս մարմարի մի կտոր, գրել է տալիս քարի վրա հիշատակ Դավիթից եւ այդպես Շիրազի գերեզմանը անվանակոչում է, այսպես ասած, որից հետո ամեն անգամ այցելում էր Շիրազի գերեզմանին։ Դավիթը փաստուն խնամում է Շիրազի գերեզմանը։ Իր անունից տապանախ։ Առաջին խնամքը ոչ թե պետությունն է անում, այլ Դավիթն է նախաձեռնում Հովհաննես Շիրազի գերեզմանի խնամքը։ Այո։ 14-ամյա Դավիթը որոշում է իր բնակարանի մեկ սենյակը ամբողջովին նվիրել Հովհաննես Շիրազին, ամենատարբեր տեղերից, ամենատարբեր անձանցից հայթայթել, ձեռագրեր, լուսանկարներ, գրքեր, մի խոսքով այն ինչ որ նա կարողացել է եւ իր բնականի սենյակներից մեկը դարձրել է Հովհաննես Շիրազի ցուցասրահ։ Դիտենք այդպես։ Անգամ գերեզմանից հող է բերել։ Ախ, մեկ անգամ քեզ տեսնեի, նոր գնայիր իմ Շիրազ։ Առանց Վանի ու Սիփանի ուր գնացիր, իմ Շիրազ։ Հսկացով էր հայոց վիշտը, մի նոր վիշտ էլ դու տվիր,
Ախ, Մասիսը դեռ տունը չէ, ուր ես գնում, Սուրբ Շիրազ։ Սուրբ Շիրազը վշտով գնաց, ոնց չեք լալիս հայոց լեռներ։ Մի բուր հողի վեհ Մասիսն էր, ոնց չեք ողբում հայոց լեռներ։ Ախ, Շիրազից հետո էլ ով պիտի երգի վիշտը հայոց։ Ինչ եք ապշած նայում վրաս, մռնչացեք հայոց լեռներ։ Այս տեսանյութում հնչեց Դավիթ Հովսեփյանի բանաստեղծությունը նվիրված Հովհաննես Շիրազին։ Դավիթը հիմնում է մի ընկերություն, Զորավար Անդրանիկ ընկերություն։ Ներկայացեք խնդրում եմ։ Աղավնի Սահակյան, Զորավար Անդրանիկ ընկերության անդամ։ Նախ ասեմ, որ Դավիթին մինչև Զորավար Անդրանիկ ընկերություն ստեղծելը շատ հաճախ ենք տեսնում Պանթեոնում Շիրազի շիրմաքարի մոտ, նույնիսկ ոմանք կարծում են, որ Շիրազի տղան է, որովհետև միշտ արտասանում էր եւ այնքան նման, երբեմն նաեւ նմանակում էր Շիրազին շատ լավ։ Իսկ դուք ինչպես հանդիպեցիք, ձեր առաջին հանդիպումը հրապարակում է եղել։ Հա, որպես այդպես նստածույցերի ժամանակ։ Նստածույցի ժամանակ հանդիպել եք։ Հետո այցելել եք Պանթեոն, Շիրազի, Կոմիտասի մի խոսքով։ Հա, Պանթեոնը դրանից առաջ էր։ Այդ ժամանակ։ Եվ հետո մի հարց եմ ուզում տալ, ներողություն եմ խնդրում հարցիս համար։ Դավիթ այդ ժամանակ 16 կամ 15 տարեկան էր երևի։ Դուք կներեք, դուք քանի տարեկան եք։ Ես այդ ժամանակ երևի արդեն մոտենում էի 40-ին։ Դուք պատկերացնում եք 16-ամյա Դավիթին հաջողվում է այդ տարիքի մարդկանց վարակել իր գաղափարներով, իր հայրենասիրությամբ, դրսևորել նման վարքագիծ, ունենալ նման ինտելեկտ, կարողանալ համոզել 10-20 տարի իրենց մեծ մարդկանց ներգրավել ինչ-որ գործունեության մեջ, սա առնվազն հրաշամանուկի գործունեություն։ Այո, եւ հետո նա հրաշամանուկ է։ Այդպես գիտեք որ համոզելը գուցե այդքան էլ տեղին չէ, ինքը վարակիչ էր։ Դու չէիր կարող անտարբերանցնել, տեսնելով նրա պարը, նրա երգը, նրա խոսքը, նրա շարժու ձևը, անգամ հայացքը, գիտեք, մարդուն, ասում եմ, մարդու խելքը, մակարդակը երևում է ոչ միայն հարցերին պատասխանելուց, այլ նաև հարցեր տալուց։ Ինքը այնպես էր զրույց կառուցում մարդու հետ, որ չէր կարող անտարբերանցնել։ Եվ այդ ընկերությունը հրատարակում է իր ամսագիրը, որ կոչվում է Հայորդիկ։ Խմբագրական կազմում, ուրեմն Դավիթ Հովսեփյան գլխավոր խմբագիր, խմբագրական կազմից այսօր Գայանե Մկրտչյանն է ներկա եւ ներկա է Աղավնի Սահակյանը, նկարիչը Մել Ստեփանյան նստած է դահլիճում։ Դավիթը իրենց շենքի բակում կազմակերպում է մի աննախադեպ միջոցառում նվիրված Անդրանիկի հիշատակին եւ հենց այդ օրը իր բնակարանի հաջորդ սենյակն էլ դարձնում է Անդրանիկին նվիրված ցուցասրահ։ Մեր տաղավարում է հարևանուհին Հայաստան եղել 1985 թվին Դավիթը 15 տարեկան էր։ Դավիթը թոնրի
մտադրություն ուներ, որ մեր բակում պետքա թոնիր տեղադրեր։ Մինչև 60 ամյակը Զորավար Անդրանիկի կազմակերպելը, ինքը կարողացավ կազմակերպել իր ընկերների մոր հետ միասին Ջուվա գյուղից, ինքը կարողացավ գիշերեն անձրևներին բերել այդ թոնիրը բակի բոլոր բնակիչներով մի մարդու նման տեղադրեցին, վառեցին։ Դուք չեք պատկերացնի նա ինչքան դժվարությամբ օրգանը չէր թողնում, ոչ մեկը չէր ուզում, որ ինքը այդ միջոցառումը կատարեր, երբ որ Զորավար Անդրանիկին էր նվիրված, բայց ինքը կարողացավ դա կատարել եւ շատ լավ ստացվեց։ Թոնիրը վառվում էր, 3 մեշոք հաց ա թխվել, բոլորը բնակիչները կարող են պատմել, որովհետեւ իրան շատ էին սիրում եւ իրենց ընտանիքը։ Հոծ բազմություն էր հավաքվել, մեծ ու փոքր։ Իսկ ովքեր էին ներկա, կարող եք հիշել։ Ներկա էր Գուսան Համազասպը, որը արտասանեց, Վերա Հակոբյանը, արտասանեց Սևակի գարունը ձուն է բերել։ Էլ Վարագ Արաքելյանը, Ահա, Արաքելյանը, Վարդգես Պետրոսյանը, Սերո Խանզադյանը, Սերո Խանզադյանը, բոլորը արտասանեցին։ տեսեք ովքեր են ներկա գտնվել։ Եվ բոլորը մեծ, ամենափոքրը Դավիթն է եղել։ Եվ Գուսան Համազասպը այդ իր տողերի մեջ ասեց, դարը մի հատ է տալիս նման երիտասարդ, նման պատանի։ Իսկ Վերա Հակոբյանն իր արտասանելուց հետո Սևակի բանաստեղծությունը, որ արտասանեց, վերևից ոնց էր կազմակերպել այդ վարդի թերթիկները հավաքել էր, շաղ տվեց, ամբողջ այդ բեմահարթակը վարդի թերթիկներով էր ծածկված։ Վերա Հակոբյանը շուռ եկավ, տիկին Ստելա, ձեր պատանի, ես շատ բեմերում եմ ելույթ ունեցել, արտասանել, բայց այսպիսի Բեմասելով նկատի ունեք ձեր շենքի բակը։ Այո, Այնպես որ այո։ բեմը շենքի բակն է։ Շենքի բակում։ Այդ հացը, որ թխվում էր, ամբողջ հոտը տարածվել էր այդ Բանգլադեշի լրիվ տարածվում։ Շնորհակալություն։ Դավիթը 15 տարեկան հասակում Բաքում կազմակերպում է միջոցառում նվիրված Զորավար Անդրանիկին, իր բնակարանի սենյակներից մեկում ստեղծում է, հիմնում է Զորավար Անդրանիկին նվիրված ցուցասրահ եւ կանչում է մեր մեծանուն հայ մտավորականներին։ Պաստորեն նա հայացնում էր իր բակը։ Նա հայացնում էր իր հարևաններին։ Կներեք այս բառիս համար, այսօր հայացման կարիք ունենք բոլորը։
Ինչն է հետաքրքիր, Դավիթը 15-ամյա, 16-ամյա այդ պատանին անգամ գիտականորեն է պատրաստվել այս ցուցասրահին, այս կապակցությամբ ես խոսքը սիրով տրամադրում եմ պատմաբան Արմեն Կարապետյանին։ 1988 թվականին նա դիմել է Հայաստանի կենտրոնական պետական արխիվի տնօրեն Ընկեր Էվոյանին եւ ուրեմն օգնություն է հայցում արխիվի տնօրենից, որպեսզի կարողանան ներկայացնել հայ-հայդուկային շարժման ճշմարիտ պատմությունը, կարողանան ներկայացնել Զորավար Անդրանիկի ուրեմն ճշմարիտ պատմությունը։ Կարծում եմ, որ եթե այսօր Դավիթի նման տղաներ, պատանիներ, երիտասարդներ լինեն մեր ժողովրդի մեջ, հաստատ մեր ժողովուրդը այսպիսի վիճակում չի լինի։ Շնորհակալություն։ Իսկ հիմա ես ուզում եմ խոսափողը տրամադրել գրող հրապարակախոս Գայանե Մկրտչյանին։ Հարգելի բարեկամներ, սիրելի ներկաներ, հարգարժան պարոն Հարությունյան, ես իմ շնորհակալությունն եմ հայտնում Կենտրոն հեռուստատեսության դիպված ծրագրին հայրենասիրության դեֆիցիտի պակասի մեր օրերում կազմակերպել նման տիպի հաղորդում նվիրված այդ օրերին մեզ համար հայրենասիրության մերան հանդիսացող մեր սիրելի Դավիթին։ Դավիթ ֆենոմենին ես ճանաչել եմ 1999 թվականին, երբ որ Տիկին Ստելան եկավ Երևան քաղաքի ամանակոչությունների հանձնաժողով, այդ հանձնաժողովը գործում էր 1990 թվականից եւ ամբողջ քաղաքը իր ամբողջ փողոցներով, դպրոցներով եւ այլն, այդ բոլորը մենք հայացրեցինք, հայերենացրեցինք։ Եվ ահա Տիկին Ստելայի առաջարկը նորություն չէր այդ օրերին, որովհետեւ մեր զոհերը բազում էին, բոլորին անհրաժեշտ էր մեծարել որպես ավանդույթ, որպես դաս ու դպրոց ապակասերնդի համար։ Ինչ խոսք 18-ամյա պատանու անունով դպրոց կոչելը այդքան հեշտ չէր։ Հանձնաժողովի նախագահ Գևորգ Վարդանյանը մի քանի հոգու առանձնացրեց գնալ ծանոթանալ, տեսնել, թե արդյոք այդ արժեքը այդպես կա, ինչպես որ նկարագրված է, դա բնական բան էր։ Երբ ես ոտ դրեցի Տիկին Ստելայից տուն, ուղղակի զարմացած մնացի։ Ամբողջ հայ ժողովրդի պատմության ընթացքին քիչ թե շատ ծանոթ լինելով ես տեսա, որ այս պատանին պարզապես երևույթ է հայ իրականության մեջ, որովհետև այդքան մեծ թվով, այդքան բազա ունենալ, թանգարանային բազա եւ այդքան մանուկ հասակում մեր իրականության մեջ այդպիսի բան չի եղել, անկեղծ ասած։ Երբ որ մենք այցելեցինք թանգարան եւ ետ վերադառնալուց զեկուցեցինք հանձնաժողովի անդամներին, թե ինչ տեսանք եւ ով էր Դավիթը, բոլորը միաձայն համաձայնվեցին դպրոցը Դավիթի անունով կոչելու։ Կարծում եմ արժանի անվանակոչությունները, որտեղ Անդրանիկի անունով են դեռ կարող են։ Դավիթի օրինակը պետք է մտցվի անպայման դպրոցական դասագրքեր, որովհետև հայրենասիրությունը այսօր մենք որքան շատ խոսում ենք, այնքան զգում ենք, որ նրա շնչառությունը կտրվում է, արտագաղթի օրինակը բարձ է։ Ես ուզում եմ Տիկին Ստելա, դուք համոզված լինեք, որ ձեր որդին ողջ է։ Եթե մենք այսօր այսքանով նստած բոլորս այսպես հուզախառն գնահատում ենք ձեր որդու կատարած մեծ գործունեությունը եւ ամբողջ ժողովուրդը, հայ ժողովուրդն է լսում ու տեսնում, իմացեք, որ մեր մեջ այսօր այս դալիճում Դավիթներ շատ կան եւ լինելու են։ Եվ քանի կա Դավիթը, եւ քանի նրա օրինակը կվերցնեք դուք եւ դուք սիրելի ուսուցիչներ, քանի Դավթի ոգին կփոխանցեք ձեր ժառանգներին, ձեր սերնդին, այս ազգը կա, լինելու է եւ ապրելու է։ Մեր ազգը շատ հզոր է, մենք պետք է սիրենք նրա բոլոր այն զավակներին, ովքեր Դավթի նման են, դեպ Դավթից մի քիչ պակաս։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, մենք մոտեցել ենք մեր հաղորդման գագաթնակետին։ Այն տեսանյութը եզակի, որ պետք է ցուցադրեմ, Դավիթ Հովսեփյանը մասնակցում է այդ թանգարանի բացման արարողությանը, կազմակերպիչներից մեկն է եւ
Այս մի ելույթը բավական է, որ դուք, սիրելի հյուրեր, եւ դուք, սիրելի հեռուստադիտողներ, համոզվեք, թե ով էր Դավիթ Հովսեփյանը։ Խնդրեմ տեսանյութեր։ Ձայնը տրվում է Դավիթ Հովսեփյանին։ Դպրոցի հետնորինությունը եւ աշակերտությունը մեծ ցանկություն ունի դպրոցը Ադրաշկի անվամբ կոչելու։ Բայց միայն այս դպրոցն է, որ ցանկություն ուներ, ոչ հարգավ։ Եվ դրան հասնելու համար նրանք փորձեցին ստեղծել թանգարան, որքան դժվարությամբ։ Թանգարան Մայել Անդրանիկին, թանգարան, որի նյութերը հավաքող աշակերտի մեջ հառնում է հայկական ոգին, ռազմական ոգին, որ թանգարանի նեղլիկ պատուհանից նայելով իր թշնամուն պիտի իր հայ աչքերով ասի, որ այո, պիտի ստեղծվեն և Նժդեհի, և Մախլուտեի, և մյուս բոլոր ֆիդայինների թանգարանները։ Իսկ դու, ով ասկյար, թեկուզ քո հայակեր երկրի դպրոցներից մեկում, ինչ որ Ղաչաղի զորավար դարձնես ու թանգարան բացես, մեկ է, մնում ես ասկյար, ու իմացիր ասկյար, դարձյալ կանչում է այս 191 դպրոցի աշակերտը, որ մենք թագավոր չունենք, բայց ունենք սեփական գիր, եւ իմացած եղիր, որ Սուրբ Մաշտոցի գիրը Անդրանիկի սուրն է մեր թագավորը, եւ մենք քո առնոտ ձեռքը մերժում ենք եւ մեր արդարախոս ու արդարամիտ թագավորի ձեռքը համբուրում ու դնում ենք մեր գլխին։ Ուրեմն եկեք դարձյալ շնորհակալություն հայտնենք այս ամենի նախաձեռնողին, ընկեր Մկրտչյանին, նրա ողջ մտահոգություններին կենթանություն տվող դպրոցի տնօրեն ընկեր Խաչատրյանին, ինչպես նաև մյուս ուսուցիչներին եւ աշակերտությանը։ Երեք մեր տունը թատերական հրապարակն էր։ Երեք հայության միակ հանգրվանը Ծիծեռնակաբերդն էր։ Այսօր Սերո Խանձադյանը կտրելով մի ժապավեն ավելացնում է մեր հանգրվաններից մեկը։ Համար 191 դպրոց, վաղը Զորավար Անդրանիկի անվան համար 191 դպրոց։ Ու այդ հանգրվանից, այս տնից, դարձյալ մի մրմունջ է լսվում, դեպի մեր տուն, դեպի մեծ տուն, երթալու մի մրմունջ, արտասանած մեր բանաստեղծուհու շուրթերով, թե աշխարհում արդարություն կա վերուստ, ու թե հաշտ են, Աստված, երկիր ու երկինք, պիտի փլվի ամեն պատնեշ, ամեն սուտ, պիտի երթանք մեր երկիր։ Ահա տեսնում եք ինչպիսի ճակատագրական ելույթ, ինքը բոցավառ ելույթ է ունենում, գնահատեք ինքներդ, ով էր նա, և դպրոցը անվանակոչում է իր անունով, արժանի անվանակոչություն է։ Այսօր ներկա են Դավիթ Հովսեփյանի անվան թիվ 191 դպրոցի ուսուցիչները եւ աշակերտները, որոնց ես ողջունում եմ։ Ներկա են նաեւ Հովհաննես Սիրեզի անվան թիվ 169 դպրոցի ուսուցիչները եւ աշակերտները, ողջունում եմ։ Եվ այսօր այդ թանգարանը շարունակում է ապրել, շնչել այդ դպրոցում։ Եվ ես կարծում եմ հիմա շատ աշակերտներ, որ մեզ հիմա լսում են, մի օր կորոշեն այցելել այդ թանգարանը։ Դիտենք մի տեսանյութ այդ թանգարանի մասին։ Խնդրեմ տեսանյութը։
Երազիս մեջ վարդեր տեսա, ու գնեցի ալ վարդեր, կարծես նրանց սրտի վրա դարավոր վիշտ էր նստել։ Դյութիչ վարդերն առակրծքիս, սև ու կարմիր ներկված, ախ, կարմիրը հույսն էր ազգիս, սևը վիշտն էր եղեռնված։ Թե որ մեռնիմ, ախ, խնդրում եմ, որ շիրիմս Արագատին դուք հանձնեք, գուցե մի օր Մասիսը գա Արագատի հետ փարվի, սիրտս այդ ժամ կանմահանա, թե որ ինձ էլ հոն թաղեք։ Ուզում եմ անդրադառնալ նրա բանաստեղծական տարերքին, դե պատանի է, չէր կարող քնարերգություն չստեղծել, չէր կարող չգրել նաև սիրային բանաստեղծություններ։ Խնդրեմ, տեսանյութ։ Ո մայր բնություն, թե ստեղծել ես ինձ, թե սուրբ ձեռքերով սիրտս ես քանդակել, որում և սիրո անյութ, անըրատ զգացմունքների կրակն ես վառել, որի շաղախը դու շաղախելիս գետ մեկ կաթիլ թույն էլ չես խառնել, որին հարազատ միայն սիրաբուխ արցունքի շիթերն են դեռ մնացել։ Պաղատում եմ քեզ, ախ մայր բնություն, մայր ես, թեև այդ դեռ չի երևում, թե սիրտ ես տվել մեկին սիրելու, աղաչում եմ քեզ, այն ինձ հասցրու։ Աշխարից խռոված տխուր միշտ վար է նայում մի ծաղիկ, մտովին հետն եմ ես նրա, բայց նա խոնար է ու լռիկ։ Անցնում է քարավան նորերիս, բոլորը լքեցին, գնացին, մոռացան ճամփեքը բոլոր, էլ լսող չկա երգսին։ Հայացքս վշտահոս ու մենակ, ընկած այս ցուրտ ճամփեքին, դողում է սիրտս թևաթափ, մտքում գլխահակ մի ծաղիկ։ Գաս ու անցնես դու իմ կողքով, ես ոչ մի ձայն չհանեմ, հեռվից այրվեմ ես քո բույրով, և ոչ մի ձայն չհանեմ։ Դու ափիցս հեռու մնաս, այլոց գրկում քեզ տեսնեմ, իմ սեր, սիրեմ լուր սիրով, վշտից մի ձայն չհանեմ։ Սեր բարեկամներ, ես հիմա համոզված եմ, որ մեր լսանում շատերը կուզենան չոր խոսք ասել, բայց այն ամենին մի քանի խոսք կուզենայի հնչեր այսօրվա մեր լսարանից եւ ինչու ոչ նաեւ աշակերտներից որևէ մեկը եթե որևէ բան ասեր մենք շատ երջանիկ կլինեինք։ Ով է ցանկանում որևէ բան ասել։ Խնդրեմ։ Ես ուզում եմ մի խոսք ասել։ Մենք Հայրիկ Մուրադյանի սաներն ենք։ Վան եւ Զարթոնք համույթի ներկայացուցիչները նստած են այստեղ։ Եվ Դավիթը, որ մեր հետ երգում ու բարում էր, մենք նստած այստեղ ես նայում եմ արդեն մեծեր ենք, լուր արտասվելով պատմել մի քանի րոպեում Դավիթի մասին, դա բացառում է, լսեցինք շատ բաներ, ոգևորվեցինք, շատ տեղերում արտասվեցինք։ Մեկ դրվագ նույնպես նա երգել եւ պարել է Հայրիկ Մուրադյանի ազգագրական երգերի եւ պարերի խմբում։ Այո, եւ 35 տարին է այսօր։ Եվ դուք Ես ուղղակի
ուզում եմ շնորհակալություն հայտնել Տիկի Ստելային, որ այդպիսի երեխա է պատանի է լույս աշխարհ բերել, որ օրինակ կլինի մեր ամբողջ հայ պատանիներին եւ երիտասարդներին, եւ կցանկանամ, որ այս թողարկումից հետո բոլոր պատանիները, հայ պատանիները ինձ մեջ ունենան Դավիթի հոգին եւ գնամ Դավիթի նման առաջ, եւ եթե այդպես անեն, մեր հայ ժողովուրդը բավական զարգացում կապրի, քանի որ Դավիթը հայ ժողովրդին բավական առաջ մղեց, եւ կցանկանամ, որ բոլորն էլ մտածեն Դավիթի մտածելակերպով։ Շնորհակալություն ձեզ։ Որ դպրոցից եք։ 169։ Համար 169, Հովանես Շիրազի անուն, խնդրեմ։ Մենք բոլորս հպարտ ենք, որ ունենք այսպիսի ազգի զավակ, որ Դավիթը հայ էր, Դավիթը այսպիսի մեծ հայրենասեր էր։ Մենք հպարտ ենք Դավիթով։ Ապրեք Դավիթը։ Դավիթի ամբողջ կյանքը, գործունեությունը մեզ բոլորիս համար օրինակ է։ Ես նույնպես հպարտ եմ, որ Դավիթի տոհմից եմ։ Ես հպարտ եմ, որ Դավիթն էլ է հայ, ես էլ եմ հայ։ Տեսակ ավելի միջից հայրենասիրությունը կրկնապատկվեց, եռապատկվեց ու կցանկանայի, որ Հայաստանի արգանդը, մայր Հայաստանի արգանդը Դավիթներ շատ ծներ, որովհետև հայ ժողովրդին, հայ ազգին Դավիթներ շատ են պետք։ Ես պատկերացնում եմ, եթե Դավիթը ընդամենը 18 տարիների ընթացքում կարողացավ այդպիսի թե քաղաքական, թե հասարակական, գրական, մշակութային այդպիսի գործունեություն ծավալեր, եթե նա մի քանի տարի ավել ապրեր, ինչեր կաներ Դավիթը։ Կցանկանայի, որ նրա նման քաջորդիները, հայորդիները շատ լինեն եւ երկար կյանք ունենան։ Շնորհակալություն, ապրես Դավիթ, ապրես։ Գիտեք, այս ելույթից հետո, ընդհանրապես իրենց պահվածքից հետո այս ամբողջ նկարման ընթացքում հաղորդման, իմ հույսը ավելի մեծացավ, որ մենք ապագա ունենք։ Լուսավոր ապագա ունենք։ Անկասկած։ Այս տաղավարում նստած է նաև Դավիթ Հովսեփյանի հայրը, ընդունում ենք ողջունեմ։ Դավիթ Հովսեփյանի եղբայրն է նստած։ Եվ վերջապես այն փոքրիկ բալիկը ձեր թորնիկն է, կարծում եմ ինչ-որ բան նա կարող է արտասանել հենց Դավիթի բանաստեղծություններից, բալիկ ջան, արի այստեղ եւ Բալես։ Արմիաստանը դե արտասան։ Այ մատը ես գազան։ Ամեն անգամ, երբ մայրիկիս կալաններ եմ նվիրում, չեմ հասկանում, թե ինչու միշտ բարձերին եմ նայում։ Աշխարհ եկա ու խոսեցի լոկմի ձայնով հայերեն, մորս գրկում ես լաց եղա, լոկմի ձայնով հայերեն, թեկուզ ճնշեն ու հալածեն, որ չխոսեմ սուր լեզվով, վերջին շնչում թեկուզ լինեմ, պիտի խոսեմ հայերեն։ Եվս մի տեսանյութ եմ ուզում ցուցադրել, Սասուն Պասկևիչյանը, մեր սիրելի երգահանը, Հովանես Շիրազի բանաստեղծությունից մեկի տեքստով մի երգ է գրել, եւ ես կարծում եմ այդ երգից մի հատված կհնչեցնենք այսօր եւ այն շատ համահունչ է այսօրվա հաղորդման ոգուն։ Խնդրեմ տեսանյութը։ Աշխարհում արդարություն կավերուստ ու թե հաշտ է Աստված երկիր ու երկինք պիտի փլվի ամեն պատնեշ, ամեն սուտ, պիտի երթանք մեր երկիր, պիտի երթանք մեր երկիր։ Հայաստանից յոթ կողմերում իմ մախիրը շախտավեք, որ չմեռնեմ ես էլ երբեք, Հայաստան այս կողմ բերեք, Հայաստանից յոթ կողմերում
երրորդ բուրն իմ տարորի դաշտերի մեջ շախ տղեք, որ 5000 դարեր բախեք, մոխրիս մեջ էլ սիրտն իմ հետ, վեցերորդ բուրն հույսով տարեք, սերմեք սասնա զաների, որ նոր սասնա է ոստարնա, հարնի գալիք դարերի։ Յոթերորդ բուրն իմ մոխիրի, որպես քյունիկը սրտից, դուք շախ տվեք հազարագանց ավերակում անից, առաջին բուրն ու վերջին բուրն Արարատից խառնեցեք, որ Հայաստան այս կողմ բերեմ, որ չմեռնեմ ես երբեք։ Հայաստանից յոթ կողմերում իմ մոխիրը շախ տվեք, որ չմեռնեմ ես էլ երբեք, Հայաստան այս կողմ բերեք, Հայաստանից յոթ կողմերում իմ մոխիրը շախ տվեք, որ չմեռնեմ ես էլ երբեք, Հայաստան այս կողմ բերեք, Հայաստան այս կողմ Ես իմ մայրական ջերմ շնորհակալությունն եմ հայտնում կենտրոն հեռուստաընկերության դիպած հաղորդաշարի տնօրեն Ռոնզավին Հարությունյանին եւ իր ստեղծագործական խմբին, որոնք նախ ինձ ընդունեցին եւ հրաշալի հաղորդաշար կազմակերպեցին, որը այսօր մենք տեսնում ենք, ականատես ենք։ Երախտապարտ եմ ձեզ բոլորին։ Շնորհակալ եմ նաև այն անձանց, ովքեր իրենց սրտի խոսքն են ասել Դավիթից նվիրված, որտեղ արտահայտում են Դավթի աշխատասիրությունը, գաղափարախոսությունը, նրա կազմակերպչական ձիղը, երևում է նրա գործունեությունը, նաև հայրենասիրությունն ու հայապաշտությունը։ Շնորհակալ եմ բոլորիդ։ Շնորհակալ եմ նաև Որդուս անունը կրող դպրոցի թիվ 191 դպրոցի տնօրինությանը, աշակերտությանը, որոնք այսօր իմ կողքին են, այսօր ինձ հետ են։ Երբ ես մտնում եմ Որդուս անունը կրող դպրոցը, ես կարծում եմ, թե դա Դավիթիս հայրական օջախն է։ Իսկ երբ ես մտնում եմ թանգարանը, այնտեղ ես տեսնում եմ եւ զգում եմ, որ սա Դավթիս աշխատասենյակն է։ Շնորհակալ եմ նաև Որդուս Պաշտելի Հովանես Շիրազի անունը կրող դպրոցի տնօրինությանը, աշակերտությանը եւ նրանց, որ շատ գեղեցիկ խոսքերով նկարագրեցին Քանաքեր Ավան դպրոցի տնօրինությանը եւ ուսուցիչներին, աշակերտությանը։ Երախտապարտ եմ ձեզ բոլորին։ Շատ եմ շնորհակալ, շատ զգացված, շատ։
Բարեկամներ, եկավ պահը, որ ես պետք է կրկնեմ այսօրվա հաղորդման ասույթը։ Այսքան վշտերն ինչպես տանեմ փոքրիկ մեջքիս շալակած, մեկը չկա, բեռն իմ կիսի, հույսի լեզվով ինձ ուղված, բայց ոչ, ինչ կյանք առանց ցավի, թող ցավ իջնի կրծքիս հար, միայն երբեք շիրիմ չիջնեմ երազներով անկատար։ Ձեր բարեկամներ, ասույթին ուզում եմ հավելել հետևյալը. ողջերի մեջ փնտրեք նրան,